Պարոն Մինասյան, արդյոք նշանակում է, որ դուք այսօր այդ բոլոր նիստերին ներկայանալու եք։ Բոլոր նիստերին, այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մենք նաև ունենալով 14 մանդատ կարող ենք հրավիրել արդահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի իրականանան, քանի որ այդ ծրագիրը մեր քաղաքի Գյումրու եւ գյումրեցիների մասին է։ Այսինքն մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին եւ մեր բնակչությանը։ Այնպիսի տպավորություններ, որ ընդհանուր հայտարարի եք կոմունիստների հետ, հա։ Գրեթե բոլոր Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի, չգիտեմ, ինչպես պետք է կանք, ճիշտ ասած, այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերի չեմ եղել, պատիվ չեմ ունեցել հոկտեմբերի լինելու, բայց ասենք անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի այդ ուղղակի, ասենք, պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ։ Մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովները համատեղ նախագահ, տեղակալ, անդամներ բոլորս միասին աշխատելու ենք, բնականաբար այն հարցերը, որոնց մեջ մենք խնդիր կտեսնենք, այն հարցերը, որոնք չեն վերաբերվի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու, բայց այն բոլոր հարցերը, որոնք իօգուտ է մեր քաղաքի զարգացման այս ծանր վիճակից հանելուն, բնականաբար մենք մեր լիազորությունները օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք, ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որտեղ ասեց մենք ընկերով պետք է խոսենք, ընկեր Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ եւ հետեւողական լինելու, որովհետեւ այդ պաշտոնյաները իրենց լիազորությունները եւ պարտականությունները իրականացնեն պատշաճ օրենքի համապատասխան եւ ծառայեն գյումրեցիներին։ Քաղաքապետերի քվեարկությունը Պարոն Մինասյան, դուք ամեն դեպքում որևէ պաշտոն զբաղեցնելու եք, որովհետև տարբեր պաշտոններ շրջանառվեցին, որ ձեզ առաջարկել են կամ առաջարկվելու են։ Ինչ որ առաջարկ Պարոն Մինասյան, ինչու փոխքաղաքապետի պաշտոնում ԿՊ-ն տեխնատություն չառաջադրեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք մեծությամբ առաջին խմբակցությունն եք քաղաքանիում։ Քանի որ հիմա այստեղ եմ, ասել եմ իմ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է։ Չենք ներկայացրել փոխքաղաքապետի տեխնացու, որովհետեւ հայտարարել ենք, քանի որ իշխանությունը ձևավորվել է, համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում հայտարարել եմ, որ քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու, այսինքն նաև անիմաստ է սեփական տեխնացուին ներկայացնել որպես փոխքաղաքական։ Դա կնշանակի համագործակցություն, դա կնշանակի կոալիցիա կամ հուշագիր, չգիտեմ ինչ, դրա համար հեռու ենք մնացել։ Բացառում եք ինչ-որ շրջանում կոալիցիա ձևավորել Կոմկուսի հետ։ Այո, բացառում եմ։ Իսկ ինչն է պատճառը։ Դե ես ուր կոմունիզմը ուր։ Արտահերթ ընտրությունների հարց, այնուամենայնիվ ձեր օրակարգում դեռ կա, թե ոչ, որովհետև դուք մեկ անգամ հայտարարել եք։ Այդ արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական եւ քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Բայց առաջինը ներկայանալու ավականներ այսօրվա քվեարկությունը այդ մասն հուշում է ճակերները։ Տեսեք, այսօրվա քվեարկությունները այդքան մեծ էական նշանակություն չունեցող քվեարկություններ են, մարդիկ մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ ընտրելու են Վարդան Ղուկասյանի որպես Գյումրի համայնքի ղեկավար ընտրել են, չեն հայտարարել, որ տեղակալներ են
ընտրելու, եկել ընտրել են, դրանից հետո, ինչպես ասում ենք, ապրենք, տեսնենք, ինչպես կընթանան, քանի որ 26 թվականին Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի ընտրություններ են, այս տարբեր քաղաքական ուժերը ես կարծում եմ նույն ճանապարհով չեն գնալու։